Ողջույն։ Մի անգամ Ֆրիդա Կալոն ասաց, թե իր կյանքում երկու պատահար է եղել։ Մի անգամ նա ընկել է տրամվայի տակ, երկրորդ անգամ Դիեգոյի։ Այսօր կխոսեմ երկու գրքերի մասին, Ֆրիդա Կալոյի եւ մի վրացական գրականության մասին, որը շատ հետաքրքիր գիրք է, խորհուրդ կտամ կարդալ։ Չնայած որ սա շատ խորհուրդ կտամ կարդալ, մանավանդ նրանք, ովքեր որ զբաղվում են գեղարվեստությամբ կամ նկարչությամբ եւ սիրում են մանավանդ Ֆրիդա Կալոյին։ Ֆրիդա Կալոյին շատ են սիրում, վստահ եմ։ Լավ, գիրքը ամբողջովին կենսագրություն է, համեմված իր տարօրինակ նկարներով եւ նույնպիսի տարօրինակ բառերով, նախադասություններով կամ բառակապակցություններով, չնայած որ բառեր կան, որ ուղղակի մյուս նախադասության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ամեն դեպքում այդպես էր մտածում Ֆրիդա Կալոն։ Նա նկարում էր այն, ինչ զգում էր, ավելի շատ ցավ եւ տառապանք, եւ այդ ամենը փոխանցում էր թղթին։ Ի վերջո մարդիկ հասկացան այդ ցավերը տարիներ հետո արդեն դրանք բացահայտելով։ Ուրեմն 1925 թվականին սեպտեմբերի 17-ին ենթարկվում է վրաերթի, ընկնում է տրամվայի տակ, կամ կարելի ասել այն ավտոբուսի մեջ էր, որին որ տրամվայը հարվածեց, ստացավ սարսափելի նկարագրության վնասվածքներ, մինչև կյանքի վերջ ենթարկվեց 32 կամ 35 վիրահատության, պատկերացրեք, եւ ի վերջո 1953 թվականին անդամահատվեց եւ բայց Ֆրիդա Կալոն շարունակում էր այդ ցավերի մեջ, այդ տարիների մեջ մնալ Մեքսիկայի պոզիտիվ եւ ամենատարօրինակ տարբերվող կինը։ Նա նկարում էր գունավոր, նկարում էր շատ սարսուռ տարօրինակ նկարներ։ Հիմնականում վառ գույներով, բայց դրանց մեջ միևնույն է, կային ցավեր, իր կյանքի մասին է հիմնականում նկարել, նաեւ իր անփոփոխ միակ սիրո Դիեգո Ռիվերայի մասին, տեսեք, կամ մահ կամ Դիեգո Ռիվերա, ոնց ասեմ, ես այնպես կուզեմ, որ շատերը սիրեին իրար, ինչպես Ֆրիդա Կալոն էր սիրում Դիեգո Ռիվերային, չնայած ամեն դեպքում ֆիքսենք, որ Ֆրիդա Կալոն միևնույն ժամանակ շատ էր դավաճանում Դիեգո Ռիվերային, որովհետև դե Դիեգո Ռիվերան էլ բնականաբար արդեն դավաճանել էր Ֆրիդա Կալոյին։ Խոսենք մի քանի բան եմ առանձնացրել, այստեղ ինչ ենք ֆիքսում, որ կոմունիստ էր։ Այո։ Եվ 1932 թվականին, երբ նա ճամփորդում էր աշխարհով մեկ, Ֆրիդա Կալոն երևի մոռանում էր, որ հենց նույն ժամանակահատվածում Ուկրաինայում արհեստական սովից զոհ դարձավ մոտ 7.5 միլիոն մարդ սովետական ռեժիմի պատճառով։ 1932 թվականին, երբ նա դեռ ճամփորդում էր իր ամուսնու հետ եւ որոշ մեծահարուստ մարդկանց պատվերներն էր կատարում նկարչական, Այստեղ ինչ ունենք, այստեղ արդեն իր բոլոր տարօրինակ բառերն են գրած, ես հիմա հաստատ չեմ կարդա, որովհետև միևնույն է ոչինչ չեք հասկանալու, բայց ամեն դեպքում դա մնում էր Ֆրիդա Կալոյի մտքերը այդ ժամանակահատված, ինքը դրանով հաստատ ինչ-որ բան ասում էր։ Նու հիմնականում խոսում էր, որ շատ էր սիրում Դիեգո Ռիվերային, առանց իր ոչինչ չի պատկերացնում, սա իր տարօրինակ նկարների մասին, չնայած որ սա դեռ ոչինչ է, շատ ավելի վատ նկարներ կան։ Լավ, ուրեմն իմացանք, որ կոմունիստ էր, անգամ սիրային կապեր է ունեցել Լև Տրոցկու հետ, Ստալինի ամենաառաջին թշնամու հետ, բայց պատկերացրեք, թե ով է Լև Տրոցկուն տալիս ապահով վայր, ապաստարան, Դիեգո Ռիվերան, հենց Ֆրիդա Կալոյի ամուսինը, ում հետ որ Ֆրիդա Կալոն դավաճանում էր Դիեգո Ռիվերային, հենց Լև Տրոցկու հետ։ Ի վերջո, դե արդեն բնականաբար գիտենք ինչ է սպասվում։ Լև Տրոցկուն գլխատում է նրան հենց Ստալինի հրամանով, կարծեմ հենց այն ժամանակահատվածում, երբ որ նրանք դեռ բուն սիրավեպի մեջ էին իրար հետ։ Բացի Լև Տրոցկուց, Ֆրիդա Կալոն նաև սիրավեպեր է ունեցել շատ տղամարդկանց հետ, այդպիսով
Դիեգո Ռիվերային ցույց տալով, որ նա իր դավաճանություններին կարող էր պատասխանել եւ պատասխանում էր։ Երևի թե այսքանը, շատ իհարկե չեմ խոսի, կարդացեք, շատ հետաքրքիր գիրք է, ամբողջովին կենսագրություն է, ինքը իր մասին է գրում, այնտեղ իսպանացի գրող կար, անունը չհիշեցի, իրա հենց կարելի ասել կենսագիրն է, հա, այստեղ։ Լավ, հիմա խոսեմ մյուս գրքի մասին, Դաթո Տուրաշվիլիի Ջինսի սերունդի, որը վերջերս է հրատարակվել հենց Անտարեսի կողմից։ 3 գրականություն եմ կարդացել վրացական, սա իհարկե ամենահետաքրքիր գիրքն է։ Մի ջինսի պատմություն կարելի ասել, չնայած որ Ջինսի սերունդը ես ինչ-որ կերպ շատ բաներով նմանացնում է Ալբերտ Կամյուի Արդարադատները պիեսին, ուղղակի այնտեղ ռուս իշխանի կարգն էին ուզում պայթեցնել, իսկ Ջինսի սերունդ վեպի մեջ արդեն էլի երիտասարդները պայքարում են սովետական ռեժիմի դեմ, բայց ամեն դեպքում ի վերջո դառնում են դրա հենց զոհը։ Պատմությունը իրական փաստերի վրա է գրված 1983 թվականի նոյեմբերի 17-ից 18-ը կատարվեց մի օդանավի առևանգում, որտեղ երիտասարդները ուզում էին փախչեին սովետական Վրաստանից, որովհետև անգամ ջինս կրելը այդտեղ համարվում էր հանցագործություն, անգամ զույգերի մոտ անբարոյականություն էր, երբ որ աղջիկը ուղղակի գլուխը դնում էր իր սիրած տղայի ուսին։ Դրա համար նրանք ուզում էին փախչել երկրից ու մոտավոր գոնե Թուրքիա հասնեին, առևանգում են ինքնաթիռը, մի քանի երիտասարդներով, պատմությունը իրական է, 18-ից նոյեմբերի 17-ից 18-ն է տեղի ունեցել, մոտավորապես մեկ օր տևել է առևանգումը, այո, դառնում են զոհ, իրականում եղել են այդտեղ նաև հայեր, ովքեր զոհվել են, եղել են հայեր, ովքեր պարգևատրվել են օդանավի անձնակազմից, ովքեր սխրանքներ են գործել, շատ վատ մահով են մահանում, այսինքն ոչ թե մահանում են, այլ մահապատժի են ենթարկվում, կեսին գնդակահարում են, մյուսին կախում են, ու սովետական վատ բռնաճնշումների հետևանքը։ Եթե այդպես սովետական Վրաստանի թեմայով ինչ-որ մեկը հետաքրքրված է, կարող է գիրքը կարդալ, որովհետև շատ տեղեկություն կա, հա, ամեն դեպքում, կամ ով որ հետաքրքրված է սովետով, էլի գրքի մեջ լիքը պատմություններ կան, որոնք որ իրական են։ Ջինսի սերունդ գրքի մասին այսքանը, շատ չեմ խոսի, անպայման կարդացեք, լուրջ եմ ասում, շատ հետաքրքիր է։ Տենց ես միշտ ասել եմ, վրացական գրականությունը ինքը շատ լուրջ գրականություն է։ Միանշանակ հայկական գրականությունից շատ հեռու է, որ հասնի մեզ իր լավ արդյունքներով, բայց ամեն դեպքում վրացական գրականությունը ինքը մնում է լուրջ գրականություն։ Նիկոլ Դումբաձե, Դաթո Տուրաշվիլի, այնտեղ ուզում մի հոգու էլ կհիշեմ, լավ, չհիշեցի։ Շատ լավ, այսքանը, շնորհակալություն լսելու համար, շատ կարդացեք, հաջողություն։